Ուղղակի անհրաժեշտություն է իմանալ ճիշտ ինֆորմացիա, քանի որ եթե անձը չի կարողանում իմանալ ճիշտ ինֆորմացիա, նա կարող է գործել սխալներ եւ այդ սխալները լինեն անուղղելի։ Միանգամայն նորմալ ու նույնիսկ կարևոր է, որ դեռահասը հետաքրքրվում է սեռական կյանքով, փորձում տեղեկատվություն փնտրել ու իրազեկ լինել նաև այդ հարցում։ Արտասահմանյան երկրներում մասնագետները խնդրին ավելի լուրջ են մոտենում ու դեռահասի համար տեղեկատվության ճիշտ աղբյուր են ապահովում։ Այսպես է ցավոք միայն արտասահմանում։ Մեզ մոտ իրավիճակը բոլորովին այլ է։ Դեռահասի համար այս հարցում տեղեկատվության աղբյուր կարող է հանդիսանալ ցանկացած բան՝ համացանցը, բակի մեծահասակ ընկերը, փողոցը, տարաբնույթ գրականությունը, միայն ոչ դպրոցը։ Հանրակրթականներում սեռական դաստիարակության դասավանդման վերաբերյալ առաջիկայում առանձնապես լուրջ պլաններ չեն նախատեսվում։ Անհրաժեշտությունը չկա, նաև միջազգային էքսպերտների տեսանկյունով չկա անհրաժեշտություն։ Այդպիսի հարթ հասարակության մեջ գոյություն ունի։ Հետևաբար չտեսնելու տարդ ինքնից սխալ է։ Մի քանի տարի առաջ այս դպրոցում փորձնական ծրագրով սեռական դաստիարակություն են դասավանդել մասնագետները։ Արդյունքը գոհացուցիչ էր, ասում է դպրոցի տնօրենը։ Կարևորում է, որ աշակերտներն այլևս տեղեկատվություն չէին փորփրում համացանցում, քանի որ իրենց ուզող հարցերի մասին կարողանում էին ճիշտ չաղավաղված տեղեկատվություն ստանալ։ Երեխաները այսօրվա դրությամբ ինքնին ավելի արագ են հասունանում, հետևաբար կարելի է հարցի մասսայականացված ձևով դասընթացի ձևով կազմակերպել դպրոցներում որպես առանձին դասաժամ։ Ծրագիրն այդպես էլ շարունակություն չունեցավ, պատկան մարմիններն այդ հարցում հետաքրքրվածություն ու հետևողականություն չցուցաբերեցին։ Արդյունքում այսօրվա դեռահասը սեռական կյանքի մասին տեղեկություններ շարունակում է ստանալ սեփական նախաձեռնությամբ։ Ասենք ծնողների հետ մի քիչ ամոթ այդ թեմայով խոսալ է, թե ինտերնետային կայքերից, սայթերից, շրջապատից։ Իրոք շատ անհրաժեշտ է այս առարկան եւ խնդիր կա երեխաների մոտ։ Մեկ է երեխան այդ կրթությունը ստանում է բակից, ծնողից կամ այսօրվա համակարգչից, այնուամենայնիվ պետք է սա ճիշտ ուղու վրա դրվեր եւ երևի նախարարությունը անելիք ունի։ Կրթության եւ գիտության նախարարության թեթև ձեռքով արդեն 4 տարի է, ինչ հանրապետության հանրակրթական հաստատություններում առողջ ապրելակերպի եւ սեռական դաստիարակության մասին առարկաները դասավանդում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները։ Կրթության ու գիտության նախարարությունից արդարանում են սեռական դաստիարակության մասին դասընթաց չկա։ Փոխարենը արդեն 4 տարի է հանրակրթականներում 8-րդ եւ 9-րդ դասարանների համար առողջ ապրելակերպի դասաժամեր են առանձնացվել։ Աշակերտներին տեղեկատվություն են տրամադրում նաեւ սեռական կյանքի մասին։ Իսկ այս դասաժամերը որքան էլ տարօրինակ է, վստահել են ֆիզկուլտուրայի ուսուցիչներին։ Այսպես մեր դպրոցներից շատերում դեռահասներին սեռական կյանքի դասեր են տալիս ֆիզկուլտուրայի ուսուցիչները։ Դա էական նշանակություն չունի, էական չի ֆիզկուլտուրայի դասը։ Իհարկե էական չի, իհարկե էական չի, որովհետև մանկավարժը, եթե մարդը տիրապետում է այդ հմտությունների։ Երևի նախարարության ներկայացուցչի համար իսկապես տարբերություն չկա, թե խոցելի տարիքում գտնվող քաղաքացիներին այդ նուրբ հարցի մասին ով եւ ինչպես կբացատրի։ Այ խնդրով իսկապես անհանգստացած են նեղ մասնագետները։ Պետք է բացառել դպրոցներում նամանավանդ եւ դեռահասային տարիքի երիտասարդների մոտ ոչ կոմպետենտ անձանց կողմից իրականացվող դասընթացները սեռակրթության վերաբերյալ, քանզի սա այնքան զգույշ եւ նրբանկատ process է, որը եւ պահանջում է մեծ զգուշավորություն։ Նույնիսկ մեզ համար է բավականին դժվար դպրոցահասակ երեխաների հետ աշխատել։ Սևադա Հակոբյանը հատկանշում է սեռական դաստիարակության ու առողջ ապրելակերպի մասին պետք է խոսեն միայն մասնագետները, այլապես խնդիրների գծիկը կարող է ել ավելի խճճվել, իսկ պատկան մարմիններին հարկ է հիշել, ամեն բան լավ է, երբ յուրաքանչյուր ոք իր ճիշտ տեղում է։ Մինչ հանրակրթականներում ֆիզկուլտուրայի ուսուցիչներն առողջ ապրելակերպի հմտություններ են փոխանցում երեխաներին, վիճակագրությունը փաստում է։ Հանրապետությունում սեռավարակների թիվն աճում է, եւ եթե պաշտոնական տվյալներով 2003 թվականին գրանցվել է 24400 սեռավարակ, ապա 2007-ին այդ թիվը կազմել է 36170։ Իդեպ 2008 թվականին միայն գրանցվել է 147 սիֆիլիսի դեպք։ Այսպիսի վիճակագրությունում դեռահասները փոքր մաս չեն կազմում։ Վիճակագրությունը նաեւ փաստում է սեռական կյանքով ապրողների տարիքը խիստ երիտասարդացել է, իսկ այս խնդիրների վրա հանրակրթականներում հաստատ աչք փակելու իրավունք չունեն։ Հրիփսիմե Խաչատրյան, Սերապ Չերչիկյան, Ազդարար։